Երևանից Արման հիշի խոսքս մարդիկ փախնելու են ստեղ օրերով մնան չուզենան հետ գնան։ Հա դե ոնց մարդիկ չկան, մաքուր օդը կա, բնությունը կա, Արագածի վրա լը պատկերասա։ 2000 մետր բարձրության վրա ենք գտնվում, այստեղ ռեստորան է կառուցվում, շատ մեծ ու շքեղ ռեստորան է լինելու, իսկ այն հատվածում, գիտես ինչ կա, ձիավարության հնարավորություն կա, այնքան սիրուն ձիեր կան ու բոլորը խնամված են։ Ոստերոստը բեգի տուրեր էլ կան, հա։ Հա ձմռանել սնոուբորդի հնարավորություն են մարդիկ ունենալու, արի, նայ, գիտես, այստեղ քանի հատ քոթեջ կա, գրեթե կեսը պատրաստի վիճակում են ու մարդիկ արդեն ներդրումներ են անում, այս քոթեջները գնում են, որ այստեղ ասես բիզնես ստեղծեն, իսկ ոմանք էլ գալու են այստեղ ապրեն, ինչ վատ է որ։ Շատ լավ է, անտիրա։ Ոնց հասկանում եմ, այստեղ էլ է ինչ որ հետաքրքիր բան կառուցվում, բայց չեմ պատկերացնում ինչա Նա լինելու։ այստեղ մանկական խաղահարապարակներ են լինելու, կանաչապատ այգի է լինելու ամեն մի քոթեջի մոտ ու ամենակարևորը 24 ժամ է անվտանգություն։ Այսինքն անվտանգության համակարգել է գործելու։ Ես նկարներով տեսել եմ, որ այս ներքևի հատվածում խարույկի զոնա էլ կա։ Սենց խարույկի զոնան է նախատեսվում մի քանի հատ սարքելու համար։ Շատ հավես է, բայց ես կուզեմ քոթեջներն էլ տեսնեմ, որովհետև չենք հասնելու, սա ամբողջը վաճառվելու է։ Ես գիտեմ, որ շատ արագ է վաճառվում։ Արման, ես գիտես այստեղ ինչ կանեի, անպայման մի հատ ջակուզի կդնեի, որ ավելի լավ աշխատեր։ Որես տեսարանի հատվածում մի հատ է վաննա դնես, ընդհանրապես տեղու դադար չի լինի։ Շատ թույն բիզնես է, սա։ Օրական 50,000 դրամով կարաս տաս ու տարեկան 10% պասիվ եկամուտ ունենաս։ Ոչ մի բան չես անում, գումարը գալիս է գրպանը, իդեալական։ Դե բանը համար թողենք, երևի մարդիկ զանգեն։ Հերոսամանը թողում ենք ներքևում, արամասների համար կապտվեք, որ սենց հնարավորությունը ձեր տենից հետ բաց չթողնեք։